Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին պատրաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե թմրամիջոցների տեղափոխելու եղանակը եւ թե այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հ.Ան եւ Մ.Թ.-ն։ Ձերբակալված անձինք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են։ Դատանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության եւ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը 3 կիլոգրամը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ թմրամիջոցը ձեռք են բերելու Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացին։ Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել եւ տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Ձերբակալված ԱԳ-ն եւ ԷԽ-ն ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են։ Իրականացված խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումները շարունակվում են վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին